կներեք, տեղական վճարներն էին քննարկում նախորդներ турքերը։ Շնորհակալություն, նախագիծը ընդունված է։ 28-րդ հարցը օրակարգի Երևան քաղաքի 26 թվականի բյուջեն հաստատելու մասին է, խնդրեմ Տիկին Ավետիսյան։ Հարգելի պարոն քաղաքապետ, ավական ու հարգելի անդամներ, ձեր քննարկմանն է ներկայացում Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի հաստատելու մասին Երևան քաղաքի ավականու որոշման նախագիծը, որը կազմվել է Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքների պահանջներին համապատասխան։ Եկամուտներ։ Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 151 միլիարդ 455 միլիոն դրամ։ Նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 94 միլիարդ 887 միլիոն դրամ։ 2025 թվականի նախատեսվածից 4 միլիարդ 653 միլիոն դրամով կամ 5.2%-ով ավելի։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան նախատեսվել է 8 միլիարդ 257 միլիոն դրամ։ Ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների սուբվենցիաների գծով նախատեսվել է 1 միլիարդ 336 միլիոն դրամ, իսկ Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով ստացվող միջոցները նախատեսվել են 46 միլիարդ 973 միլիոն դրամ։ Ծախսեր։ Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի ծախսային մասը ծրագրվել է 156 միլիարդ 777 միլիոն դրամի չափով, որը 2025 թվականի հաստատած բյուջեի ծախսից մասից պակաս է 2 միլիարդ 709 միլիոն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է 2026 թվականի պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետական բյուջեից ստացվող միջոցների, ինչպես նաև ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի նվազմամբ։ Այժմ ներկայացնեմ ոլորտային ծախսերը։ Երևան համայնքի 2026 թվականի բյուջեով ճանապարհների ենթակառուցվածքների արդիականացման շրջանակներում ասֆալտապատման ընթացիկ աշխատանքներին կուղղվի 2 միլիարդ 615 միլիոն դրամ, փողոցների միջին նորոգմանը 1 միլիարդ 677 միլիոն դրամ և 7 միլիարդ 521 դրամ նախատեսվել է Իսակով Արշակունյաց ճանապարհատվածի կառուցման ծրագրի իրականացման համար։ 337 միլիոն դրամի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել Սարալանջ Ավետիսյան Փափազյան փողոցների հատման խաչմերուկը, Վաղարշյան Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկը միացնող ճանապարհը, շարունակել Նուբարաշյանի 9-րդ փողոցի վերջնամասի ճանապարհատվածի փլուզված հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Կիևյան և Լամբատա կամուրջների հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը կուղղվի 965 միլիոն դրամ, հենապատի հիմնանորոգմանը 227 միլիոն դրամ, մայրուղիների, թեքահարթակների և եզրաքարերի կառուցմանը, վերակառուցմանն ու վերականգնմանը 1 միլիարդ 125 միլիոն դրամ, որի շրջանակներում 477 միլիոն դրամով կիրականացվի նաև Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքները։ Տրանսպորտային համակարգի ոլորտի բարեփոխման շրջանակներում Երևանի ավտոբուս, Երևանի էլեկտրոտրանսպորտ և Երևանի մետրոպոլիտեն ՓԲ-ներին որպես սուբսիդիա տրամադրվելու է համապատասխանաբար 20 միլիարդ 83 միլիոն դրամ, 1 միլիարդ 779 միլիոն դրամ և 4 միլիարդ 951 միլիոն դրամ, ընդ որում Երևանի էլեկտրոտրանսպորտ ընկերության տրամադրվող սուբսիդիայի ավելացումը հիմնականում պայմանավորված է հաստիքային միավորների, ինչպես նաև գործող դրույքաչափերի ավելացմամբ։ Նախատեսվում է 3 միլիարդ 28 միլիոն դրամն ուղղել 2025 թվականի կնքված 45 հատ տրոլեյբուսների ձեռքբերման պայմանագրի ընդհանուր գումարի 70%-ի չափով վճարմանը, որոնց մատակարարումը կիրականացվի 26 թվականի ընթացքում։ Կշարունակվեն իրականացվել Բաղրատունյաց 44 հասցեում գտնվող Երևանի էլեկտրոտրանսպորտ ընկերության շարժակազմի հավաքակայանի վարչական և դեպո մասնաշենքերի հիմնանորոգումը, ինչպես նաև կմեկնարկի Պարիսպի վերակառուցման աշխատանքները։
Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացմանը կուղղվի 2.5 միլիարդ դրամ, իսկ մետրոպոլիտենի նոր աչափնյա կայարանի կառուցման ծրագրին 2 միլիարդ դրամ։ 2026 թվականի բյուջեի նախագծով շրջական միջավայրի պաշտպանության ոլորտին հատկացվել է 14 միլիարդ 185 միլիոն դրամ, որից 6 միլիարդ 171 միլիոն դրամը կուղղվի Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի պահպանման ծախսերին, 360 միլիոն դրամը թվով 20 ձեռքի փոշեկուլի ձեռքբերմանը, իսկ 642 միլիոն դրամը թվով 12 ինքնաթափ բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերմանը։ Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանման հողակի պահպանման ծախսերը նախատեսվում են 5 միլիարդ 274 միլիոն դրամ, որի ավելացումը պայմանավորված է հաստիքային միավորների, ինչպես նաև գործող դրույքաչափերի ավելացմամբ։ 194 միլիոն դրամ ուղղվելու է Երևան քաղաքի նոր վարչական շրջանում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման համակարգի ներդրմանը, կենդանիների խնամքի հողակի գործունեությունը ապահովելուն կուղղվի 316 միլիոն դրամ։ Ոռոգման ցանցի կառուցման և վերանորոգման համար նախատեսվում է 303 միլիոն դրամ։ Բազմաբնակարան շենքերի նորոգման և բակային շինարարության համար նախատեսվում է 5 միլիարդ 815 միլիոն դրամ, որի գերակշիռ մասը ավելի քան 5 միլիարդը ուղղվելու է բակերի և խաղահրապարակների հիմնանորոգմանն ու պահպանմանը։ Իրականացվելու է թվով 104 բակային տարածքներում խաղահրապարակների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, ընդ որում դրանցից 44 հասցեներում կառուցվելու և վերակառուցվելու են ֆուտբոլի դաշտեր։ Թվով 12 բակային տարածքներում իրականացվելու է աստիճանների վերակառուցման աշխատանքներ։ Բակային տարածքները կահավորելու նպատակով ձեռք կբերվեն և կտեղադրվեն զրուցարաններ, նստարաններ, խաղասարքեր և այլ գույք։ Ներկայումս գործող լուսավորության ռեժիմի պահպանման աշխատանքների կազմակերպման համար երկխաղլույս ՓԲ-ին կհատկացվի 2 միլիարդ 780 միլիոն դրամ։ Վերելակային տնտեսության արդիականացման շարունակությունն ապահովելու նպատակով նախատեսվել է 1.7 միլիարդ դրամ, որի շրջանակում նախատեսվում է բազմաբնակարան շենքերի թվով 200 վերելակների փոխարինում։ Առողջապահության ոլորտին հատկացվելու է 251 միլիոն դրամ, որի շրջանակներում ձեռք է բերվելու 3 հատ ռենտգեն ախտորոշման և 8 հատ ուլտրաձայնային համակարգ 3 տպիչով, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժ հաստատություններին տրամադրելու նպատակով։ Նախատեսվում է նաև Երևան քաղաքի թվով 558 բնակիչներին տրամադրել անվճար բժշկական հետազոտություններ։ Հանգստի գոտի զբոսայգիներ արդիականացմանը ուղղվելու է 1 միլիարդ 3 միլիոն դրամ։ Ծրագրի շրջանակներում իրականացվելու է Էրեբունի վարչական շրջանի Աղի լճի տարածքի բարեկարգման, Նոր-Նորքի վերածննդի այգու խաղահրապարակի կառուցման, Աչափնակ վարչական շրջանում շների համար առանձնացված զբոսայգու կառուցման, Ընտանիքի այգի զբոսայգու հիմնանորոգման, Ազատամարտիկների այգու խաղահրապարակի վերակառուցման, Բակունցի փողոց համար 150 հիմնական դպրոցի դիմաց հանգստի գոտու կառուցման, Բուժ աշխատողների փողոցի առաջին նրբանդ 24 հասցեի դիմաց հանգստի գոտու պուրակի կառուցման, ինչպես նաև այլ այգիների ընթացիկ պահպանման և կահավորման աշխատանքներ։ Կշարունակվեն և ավարտին կհասցվեն նաև Երևանի բուսաբանական այգում անտառապուրակի կառուցման աշխատանքները, որի իրականացման համար կհատկացվի 901 միլիոն դրամ։ Մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսվել է 2 միլիարդ 466 միլիոն դրամ, որի շրջանակներում Երևան քաղաքում կիրականացվեն բազմաթիվ մեծ և փոքր միջոցառումներ, ինչպես օրինակ Վարդավառ 2026, Երևանի բալետի միջազգային 4-րդ փառատոն, Երևանի 2808-ամյակին նվիրված Էրեբունի Երևան, Երևան նորաձևության շաբաթ, ջազի միջազգային օրվա և երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցության միջոցառումները։ Կրթության ոլորտին հատկացվելու է 48 միլիարդ 205 միլիոն դրամ, որի շրջանակներում համայնքի բյուջեից 13 միլիարդ 875 միլիոն դրամի չափով սուբսիդիայի նախատեսվել մանկապարտեզների 1033 խմբերում ընդգրկված
թվով 29121 երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպման համար, երաժշտական արվեստի եւ մարզական դպրոցների սովորողների թվով 20024 սաների արտադպրոցական կրթության համար նախատեսվել է 6 միլիարդ 811 միլիոն դրամ։ Իսկ պետությունից պատվիրակված լիազորությունների շրջանակներում հանրակրթական դպրոցներին տրամադրող սուբսիդիան նախատեսվել է 20 միլիարդ 568 միլիոն դրամ։ Նախադպրոցական հաստատությունների կառուցման եւ հիմնանորոգման համար նախատեսվել է 9 միլիարդ 941 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 804 հազար դրամը համայնքի միջոցներով, իսկ 8 միլիարդ 137 միլիոն դրամը Երևանի էներգոարդյունավետության երկրորդ վարկադրամաշնորհային ծրագրով։ Վարկադրամաշնորհային միջոցներով նախատեսվում է մեկնարկել թվով 13, համար 17, 33, 39, 46, 56, 64, 72, 93, 101, 108, 118, 129, 133 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, իսկ համայնքային միջոցների մասով նախատեսվում է Ծարավ Աղբուր փողոցում տեղակապման եւ նոր մասնաշենքի կառուցմանը, Արաբգիր 24 մանկապարտեզի հին մասնաշենքի քանդման եւ նոր տիպային մանկապարտեզի կառուցման, Խալբերդում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքների մեկնարկը, ինչպես նաեւ թվով 7, համար 44, 95, 97, 99, 104, 143, 164 կներեք մանկապարտեզների բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը։ 1.5 միլիարդ դրամի շրջանակներում կշարունակվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման աշխատանքները։ Նախադպրոցական եւ արտադպրոցական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման նպատակով կհատկացվի 339 միլիոն դրամ, որի շրջանակներում Երևանի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական հաստատությունների համար ձեռք կբերվի համապատասխան գույք, տեսախցիկների եւ տեսահսկման համակարգեր, ինչպես նաեւ ուսուցողական եւ զարգացման մանկական խաղեր, իսկ երաժշտական, արվեստի եւ մարզական դպրոցների համար ձեռք կբերվեն երաժշտական գործիքներ եւ սպորտային գույք։ Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 592 միլիոն դրամ, որով կիրականացվեն տարբեր սոցիալական աջակցության ծրագրեր Երևանի քաղաքապետի պարտադիր եւ կամավոր լիազորությունների շրջանակներում։ Այսպիսով, Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեն կազմում է եկամուտների գծով 151 միլիարդ 455 միլիոն դրամ, ծախսերի գծով 156 միլիարդ 777 միլիոն դրամ եւ դեֆիցիտ 5 միլիարդ 322 միլիոն դրամ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցերի համար գրանցում։